Ահա, okay, էլի վատ չի։ Այսօր Երևանում գերլուսին ենք սպասում, ինչա դա տալու է բացի գեղարվեստական հաճույքից դեռ չգիտեմ, բայց շատ գեղեցիկ լուսին է եւ այսպես sense ամբողջ սկավառակը մեր տարածաշրջանից երևալու է, սնահավատները ասում են, որ լուսին է դա վատ, մանավանդ սուպեր լուսին։ Հա, եկել վայելեք էլի արա, վայելեք էլի սիրունա։ Լուսինը որ չլիներ, երկրագնդի վրա կյանք չէր լինի, առացիորը կյանք չէր լինի։ Արի ու բացատրի։ Ինքը այնպես ապահում, այն անկյան տակ ապահում մեր երկրագունդը, որ մենք կարողանում ենք տարբա եղանակներ ունենալ, որ մենք կարողանում ենք առանց լուսինի եւ ոնց առաջացել լուսինը։ Մարսի չափ մի մոլորակ, Մարսը, որ հիմա մենք ունենք, հարվածել է մեր երկրագնդին, խոսում եմ միլիոնավոր տարիներ առաջ, ու կտոր ա եղել, պատկերացրեք երկու այդ տեսակ մոլորակ իրար են հարվածում, հետո այդ կտորները երկրից, ուրեմն ու այդ մյուս մոլորակից ծբեն եղած գրավիտացիայի շնորհիվ կպել են իրար, կպել եւ մեր երկրագնդի գրավիտացիան, ձգողականությունը թույլ չի տվել, որ նա մեզնից հեռանա եւ այսպես լուսինը մնաց որպես արհեստական ներողություն բնական արբանյակ երկրի եւ որ մենք անկյան տակ ենք պատտվում ամենակարևորը ոչ թե հենց լուսինն է դա ապահովում Այս տեղատվությունը եւ մակընթացությունները, որ լինում են ծովերը հետ ենք հաշվում, առաջ են գալիս, այդ էլ է լուսնի ձգողականության պատճառ, ուղղակիորեն ձգում է դեպի իրեն ջուրը, այո։ Սիրեք ու գնահատեք լուսինը, ընկերներ, ու այդ սնահավատ բաները դրեք մի կողմ ամոթ է։ Վայել է գեղեցկությունը, թեպետ ամեն անգամ մեծ թեմաների շուրջ զրուցելիս մեկնաբանություններում միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են, չէ, Ժողովուրդ ջան, դուք չգիտեք, այն տատս մի անգամ լիալուսնի օրը չգիտեմ ինչ ասեց, երկու հատ սենց բան եղավ ու դա դառնում է չափանիշ։ Ինչև է լավ, հավատը բանը դնենք մի կողմ։ Մի բառով էլ ասեմ, ինչու է լիալուսնին, որտեվ այդ ժամանակ ինքը հավասար հեռավորությամբ չի պատտվում երկրի շուրջ, մոտենում ու հեռանում է։ Երբ որ ամենամոտիկն է, ոնց որ հիմա է, այս երկու օր այսօր ու վաղը լուսինը շատ մեծ է երևում եւ սնահավատների համար ավելի վախենալու այդպես ասեմ։ Հա, իդեպ սնահավատների ամիսն է, օկտեմբերին ասում են շատ են դες բաներ անում, էլ չեմ ասում եզրափակվում ամեն ինչը Հալոուինով։ Նո այդ այդքան է սնահավատ, չէ, բայց Հալոուինը ոչ։ Այս ամսվա վերջին է, եթե չեմ սխալվում, այո։ Հալոուին, շատ կարգին բաներ է սպասվում։ Մի խոսքով holiday season-ը սկսված է։ Այսպես կոչված holiday season։ Ձեր ամիսներն են դրանք, ես գիտեմ։ Այո։ Հաշվել է քանի Halloween season ենք ճանապարհել, Աստված իմ, 8-ը հաստատ։ Հետո գալիս է ինչ է դրանից հետո մի հատ էլ կա, Thanksgiving, հետո Christmas, New Year, գերներ շատ լավ է, չգիտեմ, նվերներ։ Բայց որ ասեցիր հետարքիր է, դեռ չի սկսվել բանը, We wish you Merry Christmas-ը խաղացնելու։ Չէ, Halloween-ից հետո, բանից հետո։ Բայց այդ դդումները շարել են, արդեն շարել են դդումները։ Հաստատ։ Այս համբերություն ասված բանը ամերիկացիք չունեն, ազնիվ։ Ինձ զարմացնում է ուղղակի այս ամերիկացիների ամեն ինչը մարքեթինգի վերածելու ֆանտաստիկ կարողությունը։ Այ մարդ, աստվածներն են էլի մարքեթինգի։ Ինչ լինի էլի վրացելայինի դուրս չեկած խանութները արդեն ամբողջ շարքերը փոխվում է, աշխատակիցները գույները փոխում են, սա ամենը 4 կոմը եւ մանի։ Եվ գիտեք ինչ, այդ խանութները որ մտնում եք, այդ դդումները շարած են, կողքերն էլ ուրեմն բանա կոչվում, curving kit, այդ փորելու համար հատուկ մի քանի գործիք կա, էլի, այդ դդումները փորելու, այդ էլ հետը ծախում է, որ չի։ Ես մի հատ հարց ունեմ, Մարար էդ էլ առրեդես։ Դուք կիմանաք, եթե դուք չի ռադիոլսողները կհուշեն, այդ գեղեցիկ նկարած դդումները, որ Walmart-ի, Target-ի, այդ խանութների դիմաց որ դրած է, ասենց նկարած դդումները, դրանք ուտելու են, թե չէ։ Իհարկե ուտելու են։ Բակեստում հատուկ Հալոուինի համար են աճեցնում պլաստմասայի։ Այս քունեն է որ sense բաները աճում վրեն եւ այլն բան։ Ինձ թվում է այդ ինչ որ դեկորի համար։ Այդ մեր օրինակ խափամայի դդում է դա։ Անենց վախենալու է ուտելու։ Համար դդումը նույն դդումն է, գենետիկայով իր ամեն ինչով, կուտերով մեջը։ Բանը ֆիալետովի բան, purple գույնի կան, կանաչ։ Այդ կան դդմի տեսակներ, որ այստեղ կան, ես չէի տեսել, հա։ Տարբեր չափի, տարբեր գույնի, տարբեր տեսակի։ Բիրին իխաչու, հա։ Մադլեն Աբրահամյանը ահա զանգում է։ Ասում է Macy's-ում լրիվ Christmas-ա։ Մի անգամից։ Լավ չեմ եղել Macy's, պետք է հաճախ եմ։
Օծանելիք էիք փնտրում ստացվեց։ Արա գնեցի այման վերջացավ այդ պատմությունը։ Այդ շատ լավ է։ Եկան մարդը ինձ բանում եկել փողոցում այդ մասին խոսում բան։ Շնորհակալություն, արդեն ունեմ։ Դե լավ, զանգ ունենք, տեսնենք դդումներն են արդյոք պատճառը զանգի թե օծանելիքը, հիմա կիմանանք, բարև ձեզ։ Երևի դդումները բարև ձեզ։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Ռաֆայել ջան, ասեն մանակ այդ դդումները, որ այդպես տարօրինակ գույներ եւ տեսք ունեն, ամենահամեղ դդումներն են, այդ կոստերում են։ Ինչ ասում։ Հաճելիորեն զարմացա։ Ես գիտեի միշտ իրանք ինչ որ sense վտանգավոր են մի տեսակ։ Փորձեք որ սուտ սարքել, դդմի ապուշ շատ համեղ է լինում։ Երկրորդը որ ասում եք պարոն Տերենի կարտելավոց Christmas դեկորացիաները խանութներում են, սա Հալովինը արդեն քրիրումց է դրված։ Բավականին զեղչերով արդեն վերջացնում են, Christmas-ը արդեն խանութներում են։ Այո, Wish you Merry Christmas։ Ինչև հիմա ես միակ պատճառը հասկացել եմ, քանի որ դու կարող ես ապրանքը հետաս 90 օրվա ընթացքում, իրանք սկսում են ծախել շատ շուտ, որովհետեւ այդ 30 օրը դու չօգտվես հետո տալես ապրանքը հետաս, որը իրենց արդեն օգուտ Վայ։ Այ քեզ հեռատեսություն, այ քեզ վանդեմ։ Շնորհակալ ենք Հալովին անում են, հետո հետ են տալիս դդումը, ես չհասկացա։ Երևի դեկորները դնում են, հետո հետ են։ Դդումը կարելի է հետ տալ դդումը։ Պարոն Դերենիկին մի բան էլ ասեմ, պարոն Դերենիկին, ման մեկ ինչի համար ենք շուտ սկսում, որտեղ այնքան դժվար է այդքան գործը անելը լրիվ մենք ենք անում, դուք ոչ մի բան չեք անում, դրա համար շուտ ենք սկսում, որ շատ վայելենք, երկար վայելենք։ Okay։ Տիկին ջան, դուք ո՞ր խանութում եք աշխատում։ Ես խանութում չեմ աշխատում, Բայց լավ տեղեկացված Մեր հետ ինչ-որ կապ կա ինձ թվում է, Երևի, չգիտեմ։ Շնորհակալ ենք զանգի համար, հաճելի է շատ։ Շնորհակալություն Ձեզ էլ լավ որ ձեզ։ Վայ։ Դες ինչ տեղեկացված ռադիոլսողները 744-774-44 ուղիղ եթերում ենք աշխատում արգելի բարեկամներ։ Դդումի մասնագետում ենք պաստորեն մեր ռադիոլսողների մեջ։ Դեսպաններ, բաներ։ Ես առաջարկում եմ մենք, քանի որ sense ոչ պաշտոնական կոչումներ ունենք մեր մշտական ռադիոլսողներին, ասենք Lake Balboa-ի դեսպանը, Roscoe Avenue-ի ներկայացուցիչ բան, VTR քաղաքից ունենք այստեղ Montebello-ի մեր Montebello-ի Խաչիկը, իհարկե, Խաչիկը Montebello-ի դեսպանն է էլի կոչում։ Տենց ես բաներ եմ օրդեր անելու, այն օրն եմ տեսել շատ հաճելի, sense բաներ են, հավաստագրեր են։ Մենք մեր մշտական ռադիոլսողներին հեսավոր կանք նվիրենք հավաստագրեր, sense փոքրիկ են Ուդո են ասում, էլի Ուդո դաստավիրինի լիչնեսի sense բանով, կարծում եմ շատ օրիգինալ բան կլինի Քրիսմասի շրջանում հավատարի մարդկանց պետք է երախտագիտություն հայտնեն, չէ՞։ Տես փոքրիկ անակնկալ չի արդեն, բայց տես սիրուն նվերիկներ պատրաստենք եւ նվիրենք։ Հենց որ ես գալիս եմ նոյեմբերին Քրիսմասի բանի Thanksgiving-ի շրջանակներում երախտագիտության նոտա հղենք մեր բոլոր ռադիոլսողներին, եթե դեմ չեք։ Դեմ չեմ։ Եթե ես լինեի այդ վիճակում, որ կարողանայի որոշումներ կայացնել այդ մակարդակի, ես կասեի մեկ հատ էլ թիշերտ։ Բայց օքեյ։ Մենք նվերներ արել ենք, նշի առաջի անգամ։ Մտածենք լավ է Thanksgiving-ի շրջանակներում մեր բոլոր լավ գործընկերների եւ ռադիոլսողների հետ առիթներ կլինեն համենայն դեպս ստեղ ջերմ բարևներ ունենք արդեն Ռաֆայել ջան կան դեկորատիվ էլ ուտելու էլ Գոհար Կարեյանն է ասում դե հասկանալի է որ երկու տեսակն է կա Ռաֆայելս դդումը ինչա ստամոքսի եւ աղիքային առաջին դեղն է Ավելի առավոտ ինչ ասեմ հիմա գրել են կարդում եմ Էմի Ստեֆանին է ասում մարզողությանն է օգնում կարճացած չգիտեմ այդտեղ չէինք ասել էլ VTR քաղաքից հանդես ասացինք Զաքարը Գասպարյան նշեց Կարինե Կաոյանը Կասկո խանութը սեպտեմբերից ունի տոնական ապրանքներ տոնածառներ եւ այլն Իդեպ Ամեն ինչ մասնակի է, ունենք ամեն ինչի մասնագետ ունենք, հայ ենք է, հրաչկեոն է ասում, դե հաստատ ամեն ինչի մասնագետ ունենք, բարի օր ձեզ հարգելիներս, հաճախ եմ ձեզ լսում հաճելի է, ողջույն Հասմիկ Գարապանյանցն է ասում,
Բարևներ Granada Hills-ից Պետրոս Դանիելյանը, Բրբանկից Մադլեն Աբրահամյանը, Las Vegas-ից Արաքսի Գրիգորյանը, Իսընտիրը, ուղղակի Las Vegas բարի օր, Vegas-ից չեմ լսել վերջի անգամ երբ ենք ունկնդիր ունեցել, հաճելի է։ Խաչիկը դեպի Մոնտոբելոից, Վեննայսն է այստեղ, Աստված իմ, բոլորը այստեղ են, բոլորին ջերմ բարևներ։ Դե որ խոսեցինք տոներից, Դերենիկ, տեսակ ինչ բանի այդ gender party արեցին մեզ մոտ շատ հայտարարություն։ Նախ մի gender party ինչ է նշանակում։ Ահա։ Այստեղ ընդհանրապես Ամերիկայից եկավ ինձ թվում է։ Ես առաջ անգամ եմ լսում։ Տղայանում թե աղջիկ այդ մեծ արողակարգ է, հաղորդաբար, թամադա, երաժիշտներ։ Երբ որ դեռ չծնված երեխայի սերն է որոշվում, այո։ Էտել են party անում, շատ ուժեղ, շատ լավ, մանավանդ Հայաստանում շատ ուժեղ զարգանում է, չէ, լոսում են անում, շատ բան, հազար հատ վարել եմ, գնում ես բան, իրանք չգիտեն, վստահված անձ են ուղարկում ծննդաբան, այդ ստուգման, ասենք մորքուրը օրինակ, մորքուրը գիտի աղջիկա կամ տղայա ծնվում, չի ասում, գնում այդ ամեն ինչը օրդեր է անում, պատվիրում է եւ այդ օրը հավաքվում են ազգուտակը եւ ինչու մի ձև անում են, մեկ այստեղ անգամ եղավ ուղաթիռներից ուղաթիռ վարձեցին ամբողջ քաղաքում գույն շախտվեցին աղջիկ էր վարդագույն սենց քաղաքի երկինքը վարդագույն էր այս անգամ հարգելի ռադիոլսողներ իհարկե ուրախություն բան բայց այնինչ արել են այսօր դա անթույլատրելի է եւ հանցավոր կարմիր գույնով ասեմ մի հատ նոր դա մեր երկրի մեր ժողովրդի պատկերն է հենց հաստատ այնքան բանադա խոսում այնքան դու այդքան անբարոյական լինես որ այդ քո փոքրիկ ուրախության համար կեղտոտես ամբողջ միջավայրը դրանից զազրելի բան ես չեմ պատկերացնում լրիվ համաձայն եմ հանդակին երևակայություն պիտի ունենաս որ տենց բան մտքովդ անցնի ամբողջ ջրվեժը ախտոտես ինչա թե դու չգիտեմ աղջիկ թե տա ես դա հետաքրքիր էլի ռադիոլսողներին բացատրենք ինչա կատարվել ընկերներ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը Շաքեի ջրվեժը ամբողջությամբ ներկել են կարմիր ջրի մեջ կիլոներով ներկեն լցրել որ Շաքեի ջրվեժը դառնա կարմիր եւ հիմա իհարկե գտել են ովա կապանին կարծեմ բնակիչ հա տուգանել են չգիտեմ ինչ բայց այդ ներկը այս տարի, մյուս տարի եւ առաջիկա տարիներին հաստատ ջրվեժի այդ շրջակա միջավայրից դուրս չի գալու։ Gender party-ները ներկել են ջրվեժը։ Այդ ուսոր Նիագարայի ջրվեժը բռնես ներկես։ Արա Իլոն Մասկը տենց բան իրան թույլ չի տա։ Ոչ ոք իրան տենց բան թույլ չի տա։ Այդ ինչ վավաշոտ երևակայություն պիտի ունենաս, որ մտքովը տենց բան ա։ Եվ ես զարմացա, որ տուժը վարչական, այսինքն փողը կտակ ազատվի կգնա, հա, վաղներ կապույտ կներկի ուրեմն, եթե փող ունես։ Ասենք Սևանը կարան վարչական ներկեր այդ տրամաբանության։ Սա քրեական գործ պետք է հարուցվի սրա վրա։ Վարչականը ո՞րն է։ Դե վաղներ մեկը կուզենա ամբողջ քաղաքը ներկի երկու գույնի։ Փողը կտակը ներկի ուրեմն, ինչ վարչական տուժ, ես չեմ հասկանում։ Կրիմինալ է սա։ Դե տղավոր է եւ ամեն ինչ սпасել է։ Ես մանավանդ ուրբաթ օրը որ մենակ մի քիչ դժգոհում եմ, ռադիոլսողները զանգում են ասեն, «Ա, դժգոհ, ընկերներ, այս տեսակ մարդկանց արարքներից է, որ մենք չենք կարողանում պարզերես մնալ։ Այս տեսակ մարդկանց է, որովհետեւ հազար հատ լավը կա, ես չեմ ասում չկա, բայց ահա այսպիսի մի հատ բան է տեղի ունենում շուրջ բոլորը, որ նույն մարդիկ չեն կարող այդ գործողության նույն ձև վերաբերեն բնականաբար Տերենիկի ասած չի կարող դա վարչական լինի դա պիտի ամենախիստ ձևով պատժվի որովհետև վաղն էլ մեկը կասեն աղջիկերն Սևանը բռնեմ վարդագույն ներկեմ Սևանով gender party անենք այն մեկը ջերմուկի ջրվեժը կներկի մյուսը այսպես շարունակ ինչի մասին է խոսքը այդ հաղպացածության ինչ աստիճանի մարդ պիտի հասնի որ չմտածի հետևանքների մասին ու նման մի բան անի էլի բա կազմակերպիչները այսինքն լավ ինքը ավանակ հայատյաց բնություն ատող ամեն ինչ ատող մի հատ սրիկա արա բա այն կողքիները դու մի օքով չի արել էդի կազմակերպելի անդե փարթի կա հատուկ կազմակերպություն այսինքն այդ ամբողջ կոլեկտիվից մեկը խելքի գլխին չի եղել ասի աղբեր ջան մի րոպե ստոպ այս Շաքեի ջրվեժն ես պատկերացնում եմ դրանց ուրախության ճիչերը որ մեկը ջուրը կարմիր ասկսել գալ այդ բաները որ այո էլի էս էլ արեցինք էլի էլը հա արա տեսար ինչ արեցի էս հա ոնց է լինում որ մարդկանց մոտ այս տեսակ բաները առաջանում ինչքան իրանք բան են էլի հոգեպես փչացած են ինչքան իրանք այդ Պարուսևակը լավ մի հատված այդ բանաստեղծությունից լրիվ չեմ հիշում որ ասում է իրենց պետք եկած մի գերանի համար ուրիշի տունը կքանդեն
Այս այդ հոգեբանությունն է, հասկանում եք, ջանդամ թե ես ջուրը չեմ եւ բայց ես կարդացի գոնե որ ասում է, չգիտեմ ճիշտ է թե չէ, ասում է այդ կերակրային ինչ որ ներկա որ բաների մեջ են օգտագործում այդ կոնֆետ բան ներկելու համար, այսինքն թույն չի էլի, կարող է լինել ու բարձել, էթելանային վերջանար գնար։ Բայց էլի վստահ չեմ ինքը էլի որ այդ ինչա բան արել եւ ընդհանրապես հա ենթարկվել է բան տուժի, ինչ տուժ է եղբայր։ Ստեղ Հասմիկը Ղարաբանյանց ասում է ինչի երեխան ինչ ա եղել որ կարմիր գույն էլ ընկել, չգիտեք, կարմիրը աղջիկն է, կապույտը տղեն է, հա։ Մի խոսքով ընկերներ, սա բայց մի բան էլ ասեմ, հետարքիր է, իհարկե այդ աղջիկ երեխան որ դեռ չի ծնվել, իհարկե ոչ մի մեղք չունի ինքը, էլի։ Բայց տեսեք չծնված ինչ մեղք են կապում այդ չծնված երեխայի վրա, բա կարելի է այդպես բան անել։ Բայց երեխան վաղը որ մեծանա, ինչ ասելու, պապին պատճառով այդ ամեն ինչը արեցիք, ինչ է։ Դե որ այդ ընտանիքում մեծանա, ամենայն հավանականությամբ կասի պապ ջան, մեռնեմ Ազիզի, ապրես արե։ Կյանքը սապրես Ազիզ։ Այսպես կասի։ Ինքը մի սերունդ առաջ է կարող է հասկանալ այդ ամեն ինչը, կարող է։ Սերունդը չի, այս նիվեքի, այս 20 տարեկանները չեն, այս նիվեքը, որ ահաբեկում են 4 բոլորը, այդ 50 տարեկան հերնա չէ նվիրը, նույն բա չի ասում հայդիկ իմ չի կարելի, չէ, մի հատ է բանը հիշեցի։ Ես գիտեի որ դու հա բարի ես հայրիկ, որ քո չարությունը կեղծ է, հայրեց իր աղջկա պատիվ։ Սախսից բանը։ Պայամոյ տեքստով էլի հայրեց իր աղջկա պատիվ։ Հիմա նույն բանը ստեղ է տեղի ունենում, հա։ Դե հայրը այդ աղջկա պատիվը բլրի ներկեց թողեց էլի։ Ասում են աղջկա անունն էլ բանա, Շաքե են դնելու։ Շաքեի ջրվեժը փակել են, Շաքել անունը ջրվեժի անունով, հա։ Բա ոնց, բա իմ աղջիկը Այս ախր բա որ հանկարծ Անի լիներ այդ երեխու անունը, Անի մայրաքաղաքի են ավերակները վերջը կտա են։ Դամ զվարթնոտ չէ, սարքեին նորի խանդեր։ Հետո կներկեին, հետո Աստվածիմ։ Կարծես նույն ռադիոլսողը եւս մեկ բան ունի ավելացնելու, այո, բարև ձեզ, այո։ Դրա մասին միշտ ուզեցել եմ ասեմ, ես նկատել եմ, ստեղ ինչ որ անում են, մենք Հայաստանում մեր հայերը ավելի ճոխ են անում, ես տենց եմ նկատել։ Այո։ Մենք չգիտեմ, հարցանիք Հայաստանում ավելի ճոխ, Դե եթե անում են գենդեր պարտի, Հայաստանում ավելի չափերից դուրս, բայց այս դեպքում ես կասեի կարան միգուցե աստղերին հետևեն, աստղերը երբ որ գենդեր պարտի են ուզում անեն, իրանց գլուխն են ներկում մաբերը, միգուցե տենց անես գոնե իրենց վնասնան, ոչ թե Տիկին ջան, ընտիր առաջարկեր, ընտիր, հա, թող ներկեր գլուխը հայրը կարմիր գույնի։ Մաս պիտի ունենար որ ներքի։ Ասա մաս պիտի ունենար որ ներքի, բայց այդ ուրիշ հարց է արդեն։ Դրա վերջը լավ, շնորհակալություն համենայն դեպքում լուրերի տեղյակ չի, այսօր իմացա։ Էդ էլ իմացաք։ Մերսի շատ։ Հա, դե ընկերներ, այո, սիրենք էլի բնությունը։ Իրոք Ռաֆայել, այս gender party-ն էս այստեղ որ շաուր են ասում էտա, որ երեխան չծնված ինչ-որ բան են։ Հա, ստա gender party-ն ասում։ Հա, նույն բանը։ Մտածեք բարեկամներ, ստեղծված էս ֆիչարների մասին։ Մտածելու ինչ։ Դե ոնց է որ Նիագարան կարող է Լոսի հայերը կարող է ոմանք Նիագարան։ Ասում ես երկու հատ կարմիր։ Համ Կանադայի կոմին պիտի վճարես, համ բանի կոմի, Ամերիկայի կոմին, կամ էլ որ զույգ ունենա աղջիկ տղա, մի կոմը կապույտ է, ասես մի կոմը կարմիր։ Մի 2 տոննա, չէ, այդ ներքից այնց ճոխ լինի, էլի որ բոլորը տեսնեն։ Եվ մի բան էլ ասեմ, էլի, այս ինչ որ լավ աղջիկ ես ունեցել, տղա ես ունեցել, աչքդ լույս շնորհավորում եմ, առողջ երեխա լինի։ Ինչու պիտի իլուր աշխարհի դա տարածես։ Ինչ է այսինքն դա նշանակում, էլի։ Ինչ է դա նշանակում։ Դե այդ դա շատ անձնական, ընտանեկան երջանկություն է, բարեկամներով, բաներով եւ այլ չէ, պետք է սա աշխարհը իմանա, էլի այս մանյակալ մտածելակերպ պա մի հատ։ Հնարավորինս այնպես անի, որ ավելի շատ մարդ իլուր աշխարհին է, էլի իլուր աշխարհի, հա, բոլորը Հիսուսի արձանի նման, էլի ամենաբարձ ֆերկտինի, որ բոլորը տեսնեն զարմանան, որ լավ եք էլի։ Դե հա, բա ոնց, բա չիմանան Այս ինչա տղայա ունեցեք կամա։ Ստեղ ուղաթիռով հազարներով վարդի միլիոններով վարդի թերթիկներ շախտվեցին ամբողջ Երևանով, այդ հələ ջերմոցները առել են, այդ թերթիկները պրճկել են վարդերից, շաղ են տվել, հասկացանք։ Բայց որ բնական
հրաշալիքներն են սկսում ներկել, դա արդեն լավ չի ընկերներ, sense որ գնա մնացած կոթողները եւ բնական հաստատությունները իրոք կարող են լուրջ վտանգի ենթարկվել։ Հիմա վտանգի չենթարկելով մեզ գնանք գովազդային դաթարի, առաջին գովազդային դաթարն է, ասենք շնորհակալություն մեր գործընկերներին, երկու հատվածով են գովազդի գնալու, առաջին հատվածն է հիմա եթերում, գանք եւ շարունակենք, հեռու չգնանք։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ FM 107 եւ 5 HD 3 Եկանք հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ ողջույն եւ բարի օր բոլորին, ովքեր լսում են Լոս Անջելեսի ամենահայկական հաճախականությունը FM 107.5 HD 3, իդեպ հիմա Երևանի գիշերային կադրերն եք տեսնում, Երևանը գիշերով մի քիչ առաջ, մի կես ժամ առաջ, անգամ Արարատն էր Երևում համայնապատկերում, հիմա տեսնում եք ուղիղ հեռարձակ Ինչ ասեցիր Արարատն էին ներկել։ Հələ չէ, բայց դա կհասնի։ Ես այդ կհասնի։ Այդ կհասնի։ Հիմա ասում եմ կադրով, ովքեր Facebook-ով են դիտում, Երևանի համայնապատկերն է լայվ կամերա դրած, հիմա այդ եմ ցույց տալիս, բայց հիմա վերադարձանք տաղավարը, ասում Արարատն էր Երևում ամբողջ ֆոնի շատ գեղեցիկ մայրամուտներ, արդեն մենք տեսախցիկներով ենք զինված Երևանի տարբեր հատվածներ տալիս են գեթեր։ Մի խոսքով, ահա, այս Շաքեի պատմության մեջ մի բան զարմացրեց, որ դա եւս քաղաքականացվեց։ Ահա, Նիկոլի օրոք Թուրքիայի գույնով դրոշ ներկեցին sense բաներ, հետո պարզվեց գենդեր պարտիա, արդեն էլ չգիտեին ինչ ասեն։ Մեկը գիտես ինչ ասում, իսկ ուր է ջրվեժի պահակը։ Որա ջրվեժի պահակը որն է։ Ես գիտես ոնց եմ պատկվում, այդ յափնջին վրան գցած մահակը ձեռքին է ջրվեժի վերեմ կանել պահակություն անու, հանկարծ չներկեն։ Պարզվա որ պետք է լա, հա։ Փաստորեն, ինձ թվում է բեզուայրան այդ ամեն մի բեզուայրանածին երկու պահակ է պետք։ Եվ այսպես շարունակ։ Մեկ հրացանով, հա։ Բա մեկ մյուսը։ Մուսն մահակով։ Մահակով հրացանով, հա։ Ասում են, բայց ողբալու է, հա։ Երևի այս թեմայի մեջ կլինի, որ մի քիչ արագ ասեմ այս մասին, որտեվ շատ հաճելի բան էլ չի, խոսքը ուրեմն բանի մասին է։ Հայաստանում ատելության խոսքը ունի մտահոգիչ ծավալներ, եւ օգտագործում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Գրեթե չէ, այդ հաստատ կարող եմ ասել, եւ այս ասում եմ մեր ՄԻՊ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը, եւ մի հատված ուզում եմ ընթերցել դրանից։ Հայաստանում ատելության խոսք ունի մտահոգիչ ծավալներ եւ օգտագործում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն լայնորեն տարածված է ինչպես մասնագիտական, ակադեմիական համայնքների, այնպես էլ հանրային եւ քաղաքական գործիչների կողմից։ Սա չափազանց վտանգավոր միտում է։ Այո, ես միանում եմ ու քառակուսի եմ բարձրացնում։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Այո, համաձայն եմ։ Ուստի անհրաժեշտ է Այստեղ որ ասում ինչ անհրաժեշտ է, բոլորս հետարքի, իսկ ինչ անենք, որ սա այսպես չլինի։ Ուստի անհրաժեշտ է համատեղ, սոլիդար եւ հետեւողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։ Լավ էլի։ Բոլորս էլ գիտենք, որ պետք է պայքարել։ Դուք ասեք, ոնց պայքարենք, որ ծայրից սկսենք, ինչ անենք։ Եվս մի պարբերություն, այս համատեքստում, եթե ազգային ժողովը թե հանրային ու քաղաքական գործիչները կրում են առանձնահատուկ պատասխանատվություն ատելության խոսքի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմի ձևավորման եւ գործարկման հարցում։ Կենսական նշանակություն ունի այն, որպեսզի բոլոր դերակատարները հստակ գիտակցեն ատելության խոսքը անթույլատրելի է ցանկացած պարագայում։ Այդ ասելը բարձից էլ բարձ է, որ թվում է պիտի տես լինի, բայց Ահա։ Իդեպ ատելության խոսք որ ասեք տեղը երևս է, մենք վաղը մեր եթերը տեսագրությամբ լինելու, ես վաղը ժամը 7-ին հրավիրված եմ նիստ պիտի լինի, որ հենց այս ամբողջ հարցերի շուրջ քննարկում լինելու, լավ հիշացրեցինք, ասենք, իհարկե հավաքվում են, խոսում են, քննարկում են, բայց ոնց հասկանում եք եթերից առանձնապես գոնե հայաստանյան հեռարձակման եթերից այդ չի կորում, չի նվազում այդ չափաբաժինը, ավելին քանի որ մտնում ենք պայքարի մեջ 26 թիվ ընտրություններ եւ այլն, հիմա բոլորը քաղաքականությամբ են զբաղվում, բնականաբար թույն ու թարախի չափաբաժինը եռապատկած։ Տեսնենք արդյոք
Գիտեք ինչն է հետաքրքիր, հիմա այս Facebook-ը եւ այլ այս ցանցերը, որտեղ մարդ կարող է ազատ խոսել, ցանկացած մեկը ձայնը լսելի դարձնել եւ անպատիժ մնալ։ Այսինքն եթե նույն բանը փողոցում մեկին ասես, կարող է լրիվ ուրիշ խնդիր լինի, բայց այստեղ բոլորը համարձականում են։ Սա ընդհանրապես ցույց է տալիս, թե իսկապես ինչքան մեր մոտ այդ ատելությունը բոլոր բնակավարներում, ակադեմիական, որտեղ նույնը տեղի ունենում ակադեմիայում, համալսարաններում, ամենտեղ։ Սա սկսվում է փողոցից։ Սա սկսվում է փողոցից։ Եթե մեկը քայլում է փողոցում Հայաստանում, այդ բանը զգում է, մի sense նայում ես այս կողմ մի հատ այնց այս մեկն ավեր, այն մեկը sense որ ամեն րոպե sense ոնց որ քեզ ատում են չճանաչած քեզ։ Հավալի բան կա էլի այդ անհանդուրժելություն, որ հայացքները, դեմքի արտահայտությունը, բանը հանգստացեք, եղբայր, հանգստացեք էլի, հանգստացեք, հա։ Մի տեսակ բոլորը թվում է թե իրանց հաշվին է ինչ որ եղել է, մի բան իրանց հաշվին է եղել։ Դու մեղավոր ես կարծես ինչ որ բանի համար։ Լուսավոր դարում ենք ապրում, այսքան շփվելու հնարավորություն կա։ Դա ծառայեցրեք բարի գործերին, զարգացրեք ձեզ, օգնեք մարդկանց։ Չէ։ Գիտես բայց ինչ եմ նկատել, լավ, այս թեմայի մեջ, ովքեր Եվրոմետ ու Արևմտամետ են, անկախ նրանից ճիշտ են թե սխալ, հա։ Իրանք որպես կանոն լավատես են, ովքեր ռուսամետ են, իրանք վատատես են։ Այսօր 10 գործակալությունը, այսօր update լրատվական դրա մասն ենք խոսել, 10 գործակալությունը մի հսկայական վերլուծություն ա գրել, պարզ է պրոպագանդիկ իր ողջ կանոններով, որտեղ ասում է, որ Անդրկովկասյան հանրապետությունները շուտով կորցնելու են իրենց պետականությունը, որում առաջինը Հայաստանն է։ Ու նույն օրը, այսինքն ռուսական մեդիայի հակադարձում Deutsche Welle գերմանական առաջատար պարբերականներից մեկը նույնա բովանդակ ուրեմն հոդված է գրում, որտեղ լրիվ հակառակ պատմություն է, ոչ թե Անդրկովկասյան 3 հանրապետությունները կորցնելու են իրենց պետականությունը, այլ իրենց պատմության մեջ բոլորովին նոր ու շատ ավելի լավ էջ է բացվում, որովհետև տարածաշրջանում խաղաղություն է գալիս, տարածաշրջանում Ամերիկան է գալիս, ռուսական գործոնն է թուլանում եւ եվրոպական ուժերը ավելի անկաշկանդ ու բան են գործելու։ Հələ տեսեք նույն թեմային ինչ երկու իրարամերժ հայացք կա։ Ոնց վարվել է սպարագայում, մեզ մոտ երկրորդ ուժերը ռուսական ուժերն են Հայաստանում գործող։ Իրանք այդ բանը տալիս են, որ վատա լինելու, վիլայեթ հադառնալու, Հայաստան չի լինելու եւ այլն, ու ցավալին այն է, որ այդ թեմայի շուրջ խոսում են մարդիկ, ովքեր ասենք 30 տարի Ռուսաստանի քաղաքացիներ Ռուսաստանում են ապրում։ Եղբայր դուք մտածեք Ռուսաստանում ինչա լինելու։ Դուք ընդ եք ապրում, ձեր տուն-տեղ միլիարդներ սա ընդ է, չի, Հայաստանից ինչ եք ուզում, Հայաստանը ապրում առանց ձեզ, ավելի լավ, մինչև ձեր կար խարթնելը ավելի լավ էր ապրում մի տեսակ։ Չգիտեմ ինչի է այդպես, բայց էտա։ Բոլորը փրկում են Հայաստանը, մանավանդ ընդեղից։ Մի հատ Ֆրանսիա հայ ես չտեսա այսքան ժամանակ գար, ասեր, մենք ցանկանում ենք Հայաստանում, չգիտեմ ինչ ան, կամ մի հատ Ամերիկա հայ բան, բայց Ռուսաստանի հայերը ամբողջությամբ քաղաքականության մեջ են։ Հարցը առաջանում, արդյոք ինքնուրույն են եկել, թե Ինչ-որ մեկը իրանց ուղղորդել է։ Ռուսաստանը ամբողջովին քաղաքականացված է, եթե նկատել եք, ամբողջովին։ Այդ ռոպագանդան, այդ ձիու դոզաներով է այնտեղից գալիս։ Այն մեկ-մեկ որ այդ YouTube-ով բանով էլի հետ ուղակի բանի համար այդ նայում եմ այդ ռուս գործիչների բաների խոսքին, այն ատելությունից ատելություն է։ Սպառնալիք մենք էս կանենք, մենք են կանենք, մեզ էս, գիտեք ինչ, իմ մոտ այնպեսի տպավորություն է ստացվում, որ իրեն գոնե մի 100-120 տարի հետ են ապրում, էլի, եւ երևի այդպես էլ կա, այսինքն այս ժամանակակից կարող է իրեն ճապոնական տունը բան ունեն, գործիք ունեն, էս ունեն, բայց մտածելակերպը արևմտյան դեռ չի հասել այնտեղ, դեռ չի հասել, իրենք ոնց որ ցարի օրոք ապրեն, նույն բանով, հացի կարոտ են, խմիչքի կարոտ են, էս են, են են, հա, այդ լուսավոր գաղափարները դեռ չի հասել այնտեղ եւ գիտեք զարմանալի չէ որտեղ չեն թողնում որ հասնի չեն թողնում եւ ոնց պիտի հասնի մեդիայով պիտի հասնի կայքերով on-line որը սա փակված են բոլորը այո բայց ուշ փակեցին մի տեսակ պիտի որ էս մի քանի 10 տարին ավել գոնե երիտասարդների համար պիտի բան լիներ էլի չափաբաժինը լիներ առողջ մի ձևավորելու համար իրանց դա պետք չի Զանգ ունենք, տեսնենք ինչ կասեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ, ով է միացել մեզ։ Ես մի անգամ եմ ձեզ զանգել, Արմավիրից եմ, պայմանական ասած գյուղացի կինը։
Այսօր լսում եք ինձ, հա։ Այո, հարգելիս, լսում ենք։ Ուշադիր։ Ուշադիր լսում։ Հա, ես այսօր մեր տունը գտնվում է բանետ այս կողմը ճանապարհի, մյուս կողմում բանա խանութ, մի խոսքով այսօր մեկը հույթը խմեց ու այդ իր բանը շպրտեց գնացի վերցրեցի տարակցի աղբամանը ու ասեցի խի եկել կեղտոտում ես իրան ասեցի մեկ էլ կողքից մի քիչ իրան դաստարդ մորքու կարող է Նիկոլա կանես ասեցի ես պատերացնում եք ասի տղաջան եթե գտնում ես որ Նիկոլական հայրենասերը մաքուրա սիրում է իր երկիրը մաքուրա պահում եւ խոսքի վերցնում է ձեր գցած աղբը տանում է ուրեմն այո Նիկոլական եմ ինչ ես ասում Այ շատ հետաքրքիր պատմություն է ու Ջան, ես մի բան ասեմ։ Եթե դեպուտակ այդ բաների հետ կապված այդ մասիսարի այդ բանը որ հանում են նկարի պրեվել այդ խզբզոցը նայում եք մի հատ խզբզոց սիրելիներս եթե ցանկանում եք մասիսարը տեսնեք այդ խզբզոցը դուք տանելու եք այսպես Տեք աղբաման, եթե ցանկանում եք Մասիսարը տեսնեք, եկեք, այս արմավիրի մոտ մեքենայով անցնում ես Մասիսարը իրա փառայեղ, իրա գեղեցիկ, իրա վեաշունչ, տեսքով կանգնած է մեր դեմ։ Ու շատ մարդիկ ասում են, որ Մասիսարը Թուրքիայից բոլորովին չի երևում։ Ահա ձեզի Մասիսար, տեսեք, հիացեք, խաչակնքվեք, ինչ ուզում եք արեք։ Մեր սարը մեր կողքին է, ինչ եք։ Էսիչ լավ է։ Ես ապրեք, հարգելիս, ապրեք, ասեք, ես կնապագալ։ Գնացել եմ, այսպես բան կա, Սուրբ Հովանես կա, գնացել եմ, այս մեր նկարիչ ունեինք, իսպայն մտքիցս դուրս եկավ այդ Լեննականի ճանապարհի, դրա գյուղը հայրական։ Մի այսպես հոյակապ, մի սենց չեմ պատկերացնում, ինչ գեղեցիկ, ինչ Մինաս Ավետիսյան, ինչ Նախ գյուղը, այսպես սարերի մեջ, մի ասենց հովոր, ու գյուղերը մեկը մեկից կիլոմետրներով հեռու, բայց ինչ չկնախ գեղեցկություն է, սիրում եք ձեր երկիրը, եկեք, մեր երկիրը են քոն սիրուն տեղեր կա, նոր ես իմ տղուն ասում գնանք, էլի գնոնք ես քոն սիրուն տեղեր կան, այդ ձեր սիրեք, Թե չէ Նիկոլը ջնջեցնա, եկեք տեր կանգնենք, ես ոչ մի բանական էլ չեմ, ոչ Նիկոլական եմ, հայրենասիրական եմ։ Ապրեք, հարգելիս, ապրեք։ Մի րոպե, Տիկին ջան, ձեր անունը ինչ է։ Ձեզ ոնց դիմենք ձեզ։ Անունը ձեր։ Թագուհիա, ես մի անգամ եմ զանգել։ Տիկին Թագուհին է։ Ես հիշում եմ, ուղղակի անունը չի հիշում։ Գյուղացիքին, ինչպես։ Դերենիկը ձեզ ոնց որ հարց ունի, լսում եք Դերենիկին։ Տիկին Թագուհի։ Պարոն Դերենիկ, սիրով։ Տիկին Թագուհի, եթե փողոցից աղբը հավաքելը մանավանդ ուրիշի աղբը Նիկոլականի բան է, ուրեմն դուք իրեն ասեք այսպես մյուս անգամ, ուրեմն ամբողջ Եվրոպան Նիկոլական է, ամբողջ Եվրոպա։ Ամերիկայի կեսն է ոնց որ թե։ Եվ Ամերիկայի կեսը, այո, իրեն այդպես ասեք։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ մարդիկ այդ բարձ մի արարքը ընդհանրապես փողոցը մաքուր պահելու կապում են քաղաքականության ու Նիկոլի հետ, ուրեմն մենք առաջ ենք գնացել, հա, ես ուրախ եմ շատ դրա համար։ Եվ կեցեք որ զանգեցիք։ Ես էլ ուրախ եմ։ Շնորհակալ եմ զանգի համար ձեզ, հարգելիս, լավ եղավ։ Լսում եմ ձեր հաղորդումները, ձեզ շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարգելիս, լավ որ ձեզ։ Տիկին Թագուհին Արմավիրից ուղիղ եթեր միացել համար, դե լավն են էլի մեր ռադիո լսողները կապ չունի, որ հատվածում են, որ անկյունում են, բայց լսի, ինչ բան է, չէ, անգամ փաստորեն դες քաղաքականացներից էինք խոսում, այսինքն անգամ չախտոտելը
Ահա, նեգատիվ բան է, էլի, չէ՞, սամաչիմ դու։ Սենսա, չէ, ուրեմն գցողը Քոչարյանական է, հավաքողը Նիկոլական, դա դուրս գալի փաստորեն, ուրիշ դեմ չկա։ Մետիկինը ոնց մի նախադասությամբ սա տեղը դրեց, Գանք ամփոփենք հաղորդաշարը բարեկամներ, զվարճացանք հաստատ, բայց դե սա է մեր իրականությունը, որում ապրում ենք։ Եվս մեկ անգամ մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, գանք շարունակենք։ FM 107 եւ 5 HD 3 Շնորհակալություն ըստ ռադիոլսողների ճիշտ մեկնաբանության համար, հիմնականում էս են մեկնաբանությունները։ Այսօր պիտի միանայինք Վահիկին, մեր SVH Travel-ի հարգելի մեր գործընկերոջը, բայց չի լինում կապ հաստատել, մի քանի հարցեր կան, որ եթերում միասին բարձրաձայնենք առաջիկա ճանապարհորդության հետ կապված Thanksgiving-ի, բայց ընթանանք առաջ հիմա այս պահին։ Այո, ֆիզիոլոգիա եւ բժշկագիտության բնագավառի 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներ Մերի Բրունկովին եւ Ֆրեդ Ռամսդելին ու ճապոնացի Շիմոն Սակագուչիին։ Ուրեմն ինչի համար պերիֆերիկ իմունային հանդուրժողականությանն առնչվող դրանց հայտնագործությունների համար։ Հիմա ես արտաբերել չեմ կարողանում այն բանը, ինչի սրանք Նոբելյան մրցանակ են ստանում։ Դե շնորհավոր են, մի քիչ դժվար է պատկերացնել ինչ է անում։ Բացահայտել են, ինչպես է իմունային համակարգը վերահսկվում, հայտնաբերել են այն կարգավորող բջիջները, որոնք թույլ չեն տալիս միկրոբներից պաշտպանվող իմունային համակարգին վնասել օրգանները։ Այ քեզ բան։ Ծափեր էստեղ, ծափեր, շղմդալից, սապարություններ։ Ամենաշատ Նոբելյան մրցանակ եւ մեծ տարբերությամբ ամենաշատ Միացյալ Նահանգների գիտնականներն են ստանում։ Չէ, բարձ է, այն գումարները, որներ է դրվում գիտության մեջ, կրթության մեջ, բնականաբար։ Երկրորդը Մեծ Բրիտանիան է, երրորդը Գերմանիան, բայց այդ իրար էլ գումարես չի հասնում Ամերիկային եւ բանը առաջին բանը, որ ասում են, դա համալսարանների բարձր մակարդակից։ Այո, ինչ կցանես, այն կհնձես։ Վատ համալսարանից ինչ հավանականություն որ լավ մասնագետ դուրս գա եւ հակառակը եթե համալսարանը բարձրորակ է։ Շաբաթօրը գնացել էի աշտարակ, այն ակադեմիական քաղաք որ պիտի կառուցեն։ Այն որ մետրո պիտի լինի, էս պիտի լինի, կարող է մի օր գուցե։ Մետրոից մի խոսա, դու վատանում ես մետրո։ Ես վատանալը որն է։ Այս մետրոյի կանգառը իմ անունով են դնելու վերջը։ Եթե բացվի, էլի, եթե մի օր բացվի, բայց եթե լուրջ մակետ են ներկայացրել, էս պիտի լինի, այն պիտի լինի, որ այդ չգիտեմ երբ, որովհետև եթե մի կանգառական աշխատանքներ սկսվել են, դրանք հարթացրել են, տեղը չկա սկի նորմալ հստակ որոշած, ինչ աշխատանք սկսի։ Սկի տեխնիկա չկա, մի հատ ավտո չկա, չգիտեն հստակ որ կողմը ոնց ինչ եւ այլն եւ այլն եւ այստեղ պիտի լինի ակադեմիական քաղաքը մակետով թղթերով այս նույնպես Աջափյան կայարանի պատմությունն է 20 տարի ցույց են տալի այս sense պիտի լինի կանգառը այս sense դες այս sense կանգառ հարմարավետ լուսավոր գեղեցիկ այս sense բայց ուր է ոչ ոք չգիտի դրա համար երբ որ մի կանգառ չեն կարողանում սարքել մեկ ասեն քաղաք պիտի սարքեն ես վախենում եմ անկեղծ ասած որովհետեւ մոտավորապես պատկերացնում եմ էլի ինչ ա լինելու այդ քաղաքի վերջը, բայց արդարության համար ասենք Կասկադի մոտ շինարարություններ անում են, որ Կասկադը վերջնական տեսքի պիտի գա, այդ այսինքն ինչ են անում։ Դե Կասկադը կիսատ է, չէ՞ մեր լրիվ հայի ճակատագիրն, ասեն սիրուն սպիտակսես գնում ու ջարդփշուր ալնում վերջում, այդ լրիվ այդ են սիրուն սպիտակսես բարձրանում ու կիսատ է ինքը դա չկա։ Շարունակություն հիմա ֆրանսիական ընկերությունը հաղթել է թիվ աստված իմ 50 միլիոն ասին 500 միլիոն ասում մի հատ գժական թիվ ներ են դնում եւ վերջում վերևը վերջնական տեսքի է գալու հերիքչի տրանսպորտային հանգույցներով կապվելու է վերև այդ ազատության պողոտային նաեւ կինոթատրոն, դահլիճներ, մշակութային տուն, թանգարան, բավական զարգացած աստիճանների աճ ու ձախ չեմ պատկերացնում։ Չէ, աստիճանները բարձրանում են, վերևը բան չկա, չէ՞, աստիճանները բարձրանալու է, մեծ կոմպլեքս է վերևը կառուցվում սպիտակ։ Բայց այդ հուշարձանը չկա այն բանը։ Մինչև այդ արանքում, հեսա ցույց տամ, մակետը բավականին գեղեցիկ, մի րոպե հեսա ցույց տամ։ Ահա, մի րոպե նկարով ցույց տամ կասկա։ Այդ արձան, այդ հուշարձանը գիտեք, չէ՞ ինչի մասին է Ռաֆայել։ Տերևը։ Այո։ Դե մեր ճախրանքն է ազատության։ Չէ, դա ուրեմն եւ 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի սովետականացման 50 տարին են դա տոնում։ Բայց ժողովուրդը միանգամից անը գիտես, չէ՞ ինչ դրեց։ Լավրովի լիստ։
Չէ, միջտային պոտենտը։ Պոտենտի Այդ երազանքը։ կարգի։ Ինչ խորանալ են խորացել Աստված իմ։ Ուրեմն կասկադը հիշում եք։ Այո, ահա։ Վերևում այսպես է լինելու մեծ Okay։ կառույց, որը Ամարտը բաց այդ աստիճաններով այդքան բարձրանալ կլինի։ բայց բարձրանալ չի, մեջ էսկալատորներ կան։ Լավ, փոխեցի Հիմական։ Հիմա էլ են գործում, բավականին լավ, բարձրանում ես վերև, այնտեղ փոքրիկ մշակույթի կենտրոն կա, ցուցադրություններ կան, բայց ավարտուն տեսքի չի, էլի մանր-մունր։ Հիմա բավականին մեծ ու լավատես ենք այդ առումով, որ մի բան գոնե հոսանք ավարտուն տեսքի կգա։ Դե ինչ, բազմակետ դնենք այստեղ լավ շարունակելու ակնկալիքով։ Վաղը չեմ իսօրը։ Վաղը Հավերեք սերելիներ եւ հետեւեք ռադիո մեր հաղորդումներին։ Շնորհակալ ենք ձեզ լավ օր։ Գունավորի ձեր օրը։ Հաստատ։ Լավ, առայժմ։ Բայց ոչ ներքով էլի։ Չէ, բնությունը հանգիստ թողնի։ Բնությունը պետք է խնամել եւ սիրել։ Գենդեր փարթին արեք ռեստորաններում կամ ուրիշ տեղեր։ Այսքանը։ Բարեկամներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ մեր հարգարժան ռադիոլսողներին, վաղը կարևոր միջոցառմանն եմ հրավիրված հենց մեր եթերի ժամին, ճիշտ եթերի ժամին, դրա համար ներողամիտ եղեք վաղը։ Ես կարծում եմ կգամ ուշոտ եթեր կունենանք անպայման, Facebook-ում էլ դա տեսագրությունը կլինի, կրկնության ժամին հաստատ եթերը կլինի, մի խոսքով մենք կհանդիպենք, բայց այդ կարևոր միջոցառումը դեպ ԿԳՄՍ-ն ներկա լինելու ասում են գործարար համայնքի ներկայացուցիչ, շատ կարևոր, երևի վաղ ավելի մանրամասն կխոսեմ դրա մասին, իսկ այս պահին երևի այսքանը։ Մեր հարգարժան գործընկերներից շնորհակալություն, որ մեզ հետ են, մեր կողքին են եւ առանց գործընկերության էս ամենը հնարավոր չի լինի, միշտ դա ասում եմ եւ երբեք չեմ հոգնի կրկնելուց, որովհետեւ մենք ազատ ենք եւ անկախ, որովհետեւ չենք պատկանում։ Մենք ունենք գործընկերներ, որպես մեդիա ազնիվ գովազդով ենք սպառված եւ ապոլիտիկ գովազդով։ Հիմա ընտրությունները գալիս են սրա մասին խոսանք, նրա մասին խոսանք, ընկերներ ջան։ Ընկերներ ջան, այդպես բաներ, այդ ոնց կլինի։ Բիզնես ունեք, ձեր բիզնեսի մասին խոսանք։ Քաղաքական գործունեության մասին ոչ մի բան մենք չենք խոսա փողի դիմաց։ Երբեք ասենք մի բան մեր կարծիքով լավ է, կասենք վայ ապրեն, վատ է, կասենք վայ ամոթ, ինչպես եւ անում ենք 8 տարի եւ ոչ պակաս։ Sevan Meat Market, Sevan Meat and Fish Market, մեր հրաշ գլխավոր գործընկերը հաղորդման մեր կողքին է։ Իդեպ Երևանում են հարգելի ղեկավարությունը մեծ հաճույքով կապի մեջ ենք եւ մեր հայրենակիցներին հորդորում ենք, եթե մսամթերք եւ ծովամթերք, ապա միայն մեկ անուն, ամենավորակյալը, ամենաբարձրորակն ու գեղեցիկը։ Sevan Meat Market 1037 East Broadway, 1315 East Colorado Street, այցելեք։ Level ռեստորանի Lounge Glendale-ում եւս մեր հրաշալի գործընկերն է, լավ ժամանցի համար ստեղծված են բոլոր պայմանները, հարգելի բարեկամներ, բաստարած կունեն patio, ծխելը չի արգելվում, հուկայի տեսականի, ալկոհոլ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է Level ռեստորանի Lounge աշխատում ենք մինչև ուշ գիշեր։ Vivaldi Catering ծառայությունը որպես դասական catering, աստված իմ թարմացված մենյուով, ախորժերի խորտիկներով մեր հաղորդման կողքին է, ձեզ մնում է միայն հիշել հեռախոսահամարը 707 771 771, ունեք հյուրեր, առիթ է, խնջույք է, մի մտահոգվեք, որովհետև Vivaldi-ն կհոգա ամենահամեղ մասերի, ուրեմն այդ գործերի շուրջ։ Եվ իհարկե Lemon Law Boulevard իրավաբանական գրասենյակը, եթե ունեք մեքենա 2020 թվականի լիսարած հոգնել եք խնդիրներից, մեքենան ինչ-որ խնդիրներ անում, dealership գնալուց եք հոգնել, ուրեմն վստահեք մեզ։ Lemon Law Boulevard 818-319-3194 մեր փորձառու թիմը կպաշտպանի ձեր իրավունքները, կստանանք full refund, անգամ down payment-ը ետ կբերենք եւ դուք որևէ բան չեք վճարելու։ Իդեպ մեքենայից որ խոսեցինք, այսօր մի մեքենայի տեսելու մի քանի ժամ գլուխ էի կոտրում, թե Հայաստանում այդ մեքենա գնելու ինչ-որ կայքում պիտի գրանցվես, պիտի ժամ վերցնես կայքում, աստված իմ հիշում եմ Միացյալ Նահանգների թուղթ ու թանակով թայթլի վրա գրում ես, Պողոսը առավ Մարտիրոսից պրծավ, ստեղ մի հայոց հարց այդ Police-ում պիտի գնաս, պիտի ID-ով, ոչ թե ID, այլ հատուկ ID պիտի հանես հայկական, ընդ պիտի գրանցվես, նույնականացում անցնես, մի 10 օր հետո քեզ կան, մի խոսքով պատմություն ընկնես, զգուշ եղեք։ Մեր գործընկերներից իհարկե
Լավ LA Smart Blinds-ը առաջատարը իր տեսակով 18-րդ Victory Boulevard հասցեում է բարձրի շոռումը, վարակույրների, Roman Shade-երի, Patio Blind-ների, Zebra-ների եւ Vertical Blind-ների հսկայական տեսականի եւ մեծ պահանջարկ վայելող Pergola պատիոները, որի տեղադրման համար որևէ permit, որևէ license անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է միայն զանգահարել ոլորտի առաջատար LA Smart Blinds 818 281 81 36 Հաղորդման գեղեցիկ գործընկերը Little Paris Boutique-ն է 44 տարի բարի համբավայելող հաստատություն 13521 Sherman Way հասցեում 30% զեղչ տեսականու համար Hugo Boss-ի պաշտոնական ներկայացուցիչն են, այնպես որ այցելեք Little Paris, որովհետև այն հայերի ամենասիրելի առևտրի կենտրոնն է։ Մեր էքսկլյուզիվ գործընկերը Dr. William Costigan, ով Միացյալ Նահանգների 20 տարի շարունակ լավագույն օրթոպեդ վիրաբույժն է համարվում եւ ԱՄՆ top 200 բժիշկներից, ով հարյուրավոր մարդկանց ոտքի է անել եւ նոր կյանք է ապարգևել, իրոք նոր կյանք, որտեղ մարդիկ ովքեր ընդհանրապես չէին շարժվում, տանջվում էին տարիներով ցավերից, տարապում էին, ապա Dr. William Costigan-ի վիրահատական միջամտության շնորհիվ այսօր լիարժեք կյանքով են ապրում։ Էքսկլյուզիվ մեր գործընկերն է հայախոս համարին զանգարեք 818 806 69 66 եւ վստահ եղեք, որ դոկտորը ձեզ կօգնի։ Jazz the Garden բացօթյա միջոցառումների համար նախատեսված ռեստորանում ստեղծված են բոլոր լավ պայմանները, լավ հանգստի, լավ առիթների համար, մինչև 400 հոգանոց առիթները Թահանգա քաղաքում գործող Jazz the Garden բացօթյա ռեստորանում 6500 Foothill Boulevard հասցեում է գործում, վայելեք ձեր առիթները եւ վստահ եղեք, որ ամեն ինչ կանցնի բարձր մակարդակի վրա, որովհետեւ սեփական տերերը 36 տարի ռեստորանային բիզնեսի աշխատանքային փորձ ունեն։ 36 տարի կատակ բան չէ, վստահ եք պրոֆեսիոնալներին, զանգարեք 323 922 2222 Իսկ հա SVH Travel-ը մեր հրաշալի գործընկերը կազմակերպում է հրաշալի ճանապարհորդային շրջագայություն Royal Caribbean նավով 5 օր Thanksgiving սիրված արտիստների մասնակցությամբ, Մաշա Մնջոյանը, Էրիկը Կարապետյան, Սարոն, Արմենը Հակոբը, DJ Ալեքսը եւ ոչ միայն ամրագրեք տեղերը նախապես 818 543 1821 եւ վստահեք պրոֆեսիոնալներին SVH Travel ոլորտի առաջատարը Claims Assist կազմակերպությունը եւս մեր գործընկերն է Կարո Աչեմյանի գլխավորությամբ Claims Assist թիմը ինշուրանսների հետ համառ պայքարի մեջ կմտնի պաշտպանելու ձեր իրավունքները, եթե ձեր տունը, առանձնատունը, ձեր բնակարանը կոմերցիոն տարածքը դուժել է մոխիրից, ծխից, փոշուց, կրակից, ջրից, անձրևից, գողերից ուժել է, վնասներ է կրել, վստահ եղեք, որ Claims Assist թիմը Կարո Աչեմյանի գլխավորությամբ կանի հնարավոր եւ անհնարինը, որպեսզի դուք ինշուրանսներից ստանաք մաքսիմալ փոխհատուցում, դուք որևէ բան չեք վճարելու մինչեւ վերջնական հաղթանակ, այնպես որ զանգահարեք 818 538 35 78 Claims Assist, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եվ վերջում մեծ սիրով ներկայացնում եմ Symmetric Care կենտրոնը, որտեղ կրկին ցավերին դարման են լինում հարգելի բարեկամներ, դոկտոր Երվանդ Թիթիզյանի գլխավորությամբ երկար տարիների փորձառությամբ Symmetric Care կենտրոնում կօգնեն եւ կվերադարձնեն ձեզ լիարժեք կյանքի խնդիրներ ունեք, ցավում է մեջքը, ողնաշարը, ճանապարհատրանսպորտային պատահարի եք ենթարկվել, վթարի եք ենթարկվել, քայրոպրակտորի կարիք ունեք, ապա այցելեք Երվանդ Թիթիզյանի մոտ, կենտրոնը գործում է Glendale քաղաքում 425 East Colorado Street, Unit 570։ Մնացածը արդեն տեղում Symmetric Care 747 777 22 55։ Դե ինչ ընկերներ, այսքանը ավելացնելու բան այս պահին երևի չունեմ, ես нэг անգամ հիշեցնեմ, վաղը կարևոր միջոցառում է եթերի ժամին, ես կգամ կպատմեմ ինչ եղավ, ոնց եղավ, իսկ դուք մնացեք R-Music ռադիոյի հետ, որովհետև մենք աշխատում ենք սիրով, նվիրումով, կարոտով, լավ եղեք ընկերներ, գնացի։ Միջոցառումն էլ շատ հետաքրքիր անուն ունի, այ ամերիկյան օրագիր է։ Գնանք առաջ։ Ու դարձյալ երեկո է։ Մեզ ասում են, սա թափուշ է, որտեղ որպես հեգնանք իրականանում են մեր երազանքները։ Հայրենիքը գենի մասն է, որ տվել է
Տեր Աստված։ Գիշերվա անդորը սա կյանք պաշտով, բայց եւ կյանքը արհամարհող ժողովուրդ։ Եվ Կալիֆոռնիայի սենատը հանդես եկավ մի շատ գեղեցիկ հարգանքի ու գնահատանքի հավաստագրով։